հասարակության, եթե ճիշտ եմ հիշում, 21.7%-ն է համարվում աղքատ։ Ես կխնդրեի նախ դուք ասել, թե ինչ մեթոդաբանությամբ է դա հաշվում, այսինքն ինչքան եկամուտ ունեցող մարդն է համարվում աղքատ, եւ դրանից հետո նաեւ ասել, թե ոնց ենք մենք հաշվառում բոլոր այդ մարդկանց, այսինքն ոնց ենք նույնիսկ այսինքն շեմը որոշելուց հետո ոնց ենք որոշում, թե ով է այդ շեմը հատում, թե եւ չի հատում, որովհետեւ ինձ մոտ կա այսպես ինտուիտիվ տպավորություն, որ աղքատության իրական թվերը ավելի ցածր են, որովհետեւ նույնիսկ այն մարդկանց դեպքում, ովքեր փաստացի ինչ որտեղ աշխատում են, դեռ բազմաթիվ մարդիկ գրանցված չեն։ Սա եկեք ընդունենք, էլ չասած կան բազմաթիվ ինքնազբաղ մարդիկ, որոնք ոչ մի տեղ որպես այդպեսին որևէ հիմնարկում չեն աշխատում, բայց ունեն եկամուտ, տարբեր գյուղատնտեսության ոլորտից, ինքնազբաղ են, ինչ որ այսպես ասած անհատ ձեռներեց են, առանց անհատ ձեռներեցի ձևակերպումներ ունենալու։ Այս մասին, այսինքն մենք ունենք որոշակի տեղեկատվություն, թե իրական աղքատությունը, ոչ թե այդ ցուցանիշներին թղթերով համապատասխանող, բայց իրական ինչքան է Հայաստանում։ Պարոն Եղոյան, պարոն Կոնջարյան, լրիվ ակադեմիական բանավեճ չի ավերածվելու այս բանը, բայց ես դեմ չեմ։ Պարոն Եղոյան, նախ իրական ու ոչ իրական աղքատություն չկա, կասեմ հիմա, որտեղ եթե դուք հարցնում եք մի բան, որը հնարավոր չի չափել, հետեւաբար հնարավոր չի չափել։ Սրանք չափված թվեր են, ես ոնց կարող եմ մի բան, որը չափված չի, ասեմ դա այդպես է, թե այդպես չի։ Այս հետազոտությունները ազգային վիճակագրական ծառայությունն է իրականացնում ներկայացուցչական ընտրանքներով եւ որոնք հետո էքստրապոլացվում են ամբողջ բնակչության վրա, հա։ Այսինքն ամեն տարի դա իրականացվում է եւ մենք հետո դա գնահատում ենք շատ տարբեր բաներ է այդպես արվում։ Եթե մենք չգիտեմ, եկամուտներով նայենք միայն կարող է ուրիշ պատկեր ստացվի, բայց դա ճիշտ չի, որովհետև այստեղ մի ուրիշ շերտ է բացվում։ Իսկ արդյոք աղքատությունը միայն եկամուտն է մարդու։ Իհարկե ոչ։ Աղքատությունը բազմագործոն է։ Աղքատությունը նաև ճանապարհ չունեցող գյուղում ապրելը, աղքատությունը դպրոց չունեցող գյուղում ապրելը, աղքատությունը բժշկական ծառայությունների անհասանելիություն ունեցող տեղում ապրելը, աղքատությունը կենցաղային պայմանների վատ լինելը եւ ոչ միայն եկամուտները եւ կարող ես քո պատկերացումներով աղքատ համարել նաեւ ավելի բարձր եկամուտ ստացող մարդուն եւ հակառակը, եթե դու ստանում ես քիչ եկամուտ, բայց հասանելի են քեզ շատ ծառայություններ։ Իսկ այստեղ նաև կա անգլերեն ասած multi-dimensional poverty են ասում, բազմագործոն կամ բազմավեկտոր, հա, բազմաչափ աղքատության հարցը, եւ այս թվերը միջազգային մեթոդաբանությամբ են հաշվվում եւ ըստ էության ներկայացնում են այդ պատկերը, բայց այդ 21.7-ը դա աղքատության միջին գծի համեմատ, որը էլի թիվ է, որը ամեն տարի հաշվում է, հիմա ձեռքից տակ չկա, կարող ենք նայել եւ գործընկերներն էլ խնդրել, մի օր կարող ենք նաեւ այս թեմայով առանձին քննարկում անել, ես կխնդրեմ մեր մասնագետներն էլ գան եւ ներկայացնեն, թե այդ միջին գիծը որն է ամեն կոնկրետ տարվա համար եւ այդ միջին գծի համեմատ ինչպես է չափվել այս կոնկրետ տոկոսը ինչպես է ստացվել ու կարող է ձեր ասացի մի քիչ բան անելով, տենց աբստրահվելով, կարող է դու տենց տեսնես մի ընտանիք, որը աղքատության միջին գծից ցածր է ապրում եւ այս տոկոսի մեջ կա, բայց ձեր կարծիքով դու չհամարես որպես անձ իրենց աղքատ, որտեվ իրենք տենց նորմալ, տենց հարաբերական նորմալ ապրում են, հա, բայց այդ միջին գծից ցածր են իրենց եկամուտները եւ հետեւաբար իրենք հաշվարկվում են այս վիճակագրության մեջ ու հակառակն էլ կարող է լինել, որ դու համարես, բայց կամ ասես համարես աղքատ է, բայց աղքատ չլինեն։